Ինքը ինձ ներկայացնում բավականին պարզակ, որ կարելի է օգտագործել դաշտային պայմաններում, այս ակը կարողանում է ընդհանրապես power bank միջոցով, անալիզ կառնալ միջոցով թեկուզ տալ ձեզ անխափան ինտերնետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կետում։ Հայաստանում Starlink ընկերության ներկայացուցիչ Սերոբ Գասպարյանը Երևանում մեկնարկած ապագայի կապի տեխնոլոգիաներ համաժողովում հայ եւ միջազգային գործընկերներին ներկայացնում է։ Ընդամենը շաբաթներ անց Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա հայ հասարակությանն օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային ու շարժական ինտերնետ ծառայությունները։ Փորձում ենք Հայաստանում ներկայացնել Starlink-ը որպես նորարարություն, որպես նոր կապի միջոց, որը, ինչպես գիտեք, SpaceX-ի արտադրանքն է, դա լազերային ինտերնետ է, որը սպուտնիկների արբանյակների միջոցով կարողանում ենք տալ մեր քաղաքացիներին ոչ միայն քաղաքական նպատակներով, այլև բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում օգտագործման համար։ Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ապագայի կապի տեխնոլոգիաներ համաժողովի շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպվել է հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությամբ, Հայաստանի օպերատորների միության եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Կարևորում ենք անչափնման միջոցառումների անցկացումը Հայաստանում, քանի որ կապի ոլորտը շատ արագ զարգանում է եւ այն շարժիչ ուժն է հանդիսանում ոչ միայն տնտեսությունների, այլ հասարակությունների զարգացման հարցում։ Ժամանակները նոր պայմաններ են թելադրում ամբողջ աշխարհում ավելի արագ ու ճկուն տեխնոլոգիաների ներդրմամբ առաջին հերթին ապահովվում է ազգային տնտեսությունների զարգացումը։ Համաժողովի ընթացքում բաց քննարկումները կնպաստեն պետական եւ մասնավոր համագործակցությունների ընդլայնմանը։ Շատ գնահատում եմ պետական մարմինների պատրաստականությունը աշխատելու մասնավոր հատվածի հետ եւ նրանց աջակցությունը բավականին բարձր է այդ ուղղությամբ եւ կարծում եմ համատեղ ուժերով այն ավելի արդյունավետ կլինի։ Այսօրվա մեր միջոցառումը այդ համատեղ ուժերի արդյունքն է, որովհետեւ կազմակերպվել է պետական, մասնավոր եւ միջազգային կառույցի համատեղ ջանքերի շնորհիվ։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ժամանակակից տեխնոլոգիաների գործարկման հիմնական դրույթները եւ ինչպես կառավարությունը եւ կարգավորող մարմինները կարող են արագացնել ծառայությունների ներդրման գործընթացը։ Միջազգային փորձը ոլորտի լավագույններն են ներկայացնում։ GSMA-ի Հյուսիս-Արևելյան Ասիայի տարածաշրջանային ղեկավար Ջոն Դեյվիդ Կիմը բարձր է գնահատում Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։ Հայաստանում ես մեծ ներուժ եմ տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտների զարգացման առումով։ Մեզ մոտ Կորեայում ենթակառուցվածքների վրա շատ ներդրումներ են կատարվում եւ աջակցում են մասնավոր ու պետական հատվածի համագործակցությանը։ Նույնը կարծում եմ Հայաստանում է իրականացվում, որը կնպաստի սեփական տեխնոլոգիաների առաջխաղացմանը։ Հեռահաղորդակցության տեխնոշաբաթի շրջանակներում կանցկացվի նաև ՏՀՏ վիճակագրություն եւ ծառայությունների որակի գնահատում խորագրով աշխատարանը, որը կազմակերպվում է հեռահաղորդակցության միջազգային միության, ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի կողմից, ԲՏԱ նախարարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արման Լուր։